հնարավորություն ունենալու է sense պատասխանել։ Ձեր ուրեմն ոսկե նույն ցլիկի հայտարարագրած բանը ունեցվածքը ավելին է երևի, քան իրենց ձեր պահած, ժամանակներում պահած բանակի համար տարեկան հատկացումները։ Դրա համար մի քիչ խոսքի արժեքը իմացեք, գնահատեք ձեր բերանից դուրս եկած բառերը ու տենց բաներ, մանիպուլյացիաներ մի արեք, էլի, որովհետև կարող դուրս գանք ու պատասխանենք ձեզ։ Կամ ասում է բանը, ես չգիտեմ այդ պոդկաստերները են, պոդկաստինգ վարողներ են, չգիտեմ ինչ են, այդ չստացված, իրենք ինչ են խոսում։ Բա որ չգիտեք ինչ են խոսում, նոր նայեցի մենակ 3 հաղորդմանը դուք եք հյուրեր եղել։ Տենց շատ տեղեր եք գնում, որ չգիտեք բովանդակությունը, թե մենակ այդ պոդկաստին։ Նայում եմ, ասենք, ձեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը իրանցից շատ է այդ եթերին եղել։ Այո, 3 հաղորդման եղել է, կտամ, սկրին եմ արել, կտամ։ Տիկին Գրիգորյանն ա եղել, տիկին Ագնեսա Խամոյանն ա եղել, Լևոն Քոչարյանն ա եղել, պարոն Գեգամ Մանուկյանն ա եղել, բոլորդ եղել եք։ Մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք։ Ու առհասարակ, երբ որ լսում եմ սենց, ինչեր են խոսում։ Ասում եմ, Աստված իմ, տեսնես, այս մարդկանց հայրենիքը ո՞րն է, այս որ երկրից են խոսում, որ երկրի քաղաքացի, ինչից են խոսում, ինչ իրականությունից են խոսում, որովհետև իշխանություն եղած ժամանակ էլ էս երկրից չեք, ընդդիմության եղած ժամանակ էլ էս երկրից չեք, ոչ երկիրը գիտեք, ոչ այդ երկրի քաղաքացիներին։ Ասենք, ու ձեզ սիրով հրավիրում եմ իրական Հայաստան, հարգելի գործիչներ, որտեղ ոչ թե ապրիլի 24-ը ջնջված է օրացույցից Տիկին Գալստյան, այլ մենք վերակառուցում, վերանորոգում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որը վանդալիզմ չէ, ինչքան էլ դու փորձեցիք բանանել, մանիպուլացնել։ Հրավիրում ենք իրական Հայաստան, որտեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ, падգամավորներ դասավանդում են բուհերում էլի Տիկին Գալստյան։ Այ օրինակ, ինչպես օրինակ ձեր գործընկեր պարոն Խաչատրյանը, ով ձեր ելույթից անմիջապես հետո, երբ ասում եք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հանում են համասաններից, այլ կոնտեքստում 5 րոպե հետո ձեզնից ասեց, որ բացի ազգային ժողովից ինքը 3 բուհից աշխատավարձ է ստանում։ Հրավիրում եմ իրական Հայաստան, որտեղ քաղբանտարկյաններ չկան Տիկին Գյուրեղյան։ Եվ խոսելուց առաջ ԵԽԽՎ 1900 բանաձևից լավ կլինի տեր կանգնեք ձեր կառավարման ժամանակաշրջանի ձեր պատասխանատվությունը կրեք, այդ նույն ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ էր կիրառում 2008 թվականին Հայաստանի դեմ քաղբանտարկյաններ ունենալու բերումով, ֆիքսում էր, որ կան քաղբանտարկյաններ, եւ այդ ժամանակ դուք կոալիցիոն իշխանություն էիք։ Հրավիրում եմ իրական Հայաստան, պարոն Գեգամ Մանուկյան, որտեղ իրական Հայաստանում, այո, այդ ամրոցներ են կառուցվում սահմաններին, որի անհրաժեշտությունը, այո, 6 տարի առաջ կար, պարոն Մանուկյան, որքան էլ որ դուք հակառակն էիք այստեղ ասում։ Այ եթե 6 տարի առաջ լինեին նման սահմաններ, ոչ թե Սեյրան Օհանյանական այդ բանը ասեցիք, տենց դիրքերը լինեին, շատ զոհեր միգուցե չլինեին։ Հրավիրում եմ իրական Հայաստան, ընդդիմադիր մի քանի տիկնայք այսօր մեջ բերեցիք, որտեղ 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում։ Հետո էլի ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցելու, հետո էլի ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցելու։ Ու լավ կլինի քննադատելուց առաջ մտածեք, ինչի անհրաժեշտություն առաջացել անընդհատ 300 դպրոց 500 մանկապարտեզ կառուցել։ Կարող է, որովհետև այդ դպրոցներն ու մանկապարտեզների շենքերը վերցրել եք ձեր բիզնեսներն էիք դրել, սեփական տներն էիք կառուցել դրանց տեղը, չգիտեմ ինչեր էիք կառուցել։ Հիմա ստիպված ենք նորից կառուցել 300 դպրոց 500 մանկապարտեզ ու խնդրում եմ չմանիպուլացնել հերթական անգամ, միայն նշելով արդեն շահագործման հանձնված շենքերը։ Այժմ ընթացքում է գտնվում բազմաթիվ այլ շենքեր, որոնք այժմ կառուցվում են։ Դրա համար մի մանիպուլացնեք, հանգիստ նստեք տեղներդ, կլինի ժամանակը, երբ որ կտեսնեք այդ 300 դպրոցը բանի վրա, հողի վրա։ Եվ ի վերջո հրավիրում եմ իրական Հայաստան, որտեղ խաղաղությունը իրական է։ Եվ ձեր ասած այդ խաղաղության օրակարգի սնանկություն նման տերմին այսօր հնչեց, սնանկությունը ձեր մտածածին Հայաստանում է, որը իրական Հայաստանը չէ։ Հետ եկեք իրական Հայաստան, ստեղ շատ լավ է, շնորհակալ։ Կապերի մասին պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու էիք։ Իդեպ այդ նույն տրամաբանությամբ որ անընդհատ քննարկվում է կալանքը որպես պատժիչ գործի կալանքը եւ այլն, հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն ինչի, որովհետեւ դատարանները այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել։
Սկսում են այդ ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա։ Եվ եթե նկատել եք, ոչ մի падգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ազգային ժողովի առաջ չեմ բարձրացրել, որովհետև մեզ համար այդ վերջին ամենալուրջ խափանման միջոցը այս գործերով կարևոր չի։ Մենք ունենք արդեն այնքան փաստական տվյալ, որ մենք կարող ենք այս գործերը ուղարկել դատարան։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի, հարգելի падգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի եւ կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այս առումով որևէ չասեմ, ճնշում բառը շատ ասացիք, որևէ պարտականություն ձեզ վրա դնել, որևէ մեր պատասխանատվություն ձեզ վրա թողնել չկա։ Դուք եք այն մարմինը, որ մեզ թույլ եք տալի հետապնդում հարուցել։ Եթե այդ դրույթը չունենք, մենք հետապնդում կհարուցենք, կուղարկենք դատարան։ Ոնց որ անում ենք մյուս բոլոր գործերով։ Անընդհատ շահարկվում է, սա կգա հաղորդման ժամանակը կխոսենք արդարացման դատական ակտերի թիվը։ Գիտեք ինչքան է։ 1.8%։ Եվ ես մանրամասն կխնդրեմ, որ ծանոթանաք մեղադրանքի դրվագներին։ Մենք շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել եւ շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ 40% ավելի, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է։ Եվ այս առումով կխնդրեմ, երբ որ մենք մեղադրանքի մասին ենք խոսում, հա, ես հասկանում եմ քաղաքական ամբիոնը, քաղաքական հարթակը եւ այլն, իհարկե սա շատ հարմար առիթ է, որպեսզի մյուս բոլոր մեղադրանքների վրա ստվեր գցենք եւ այլն, չմոռանանք, որ գործ ունենք փաստերի հետ։ Հիմա ես կարող եմ ծերից ծեր ընթերցել բոլոր ապացույցները, բայց չեմ ուզում ձեր ժամանակը խլել։ Տրամադրված է 20 օր առաջ, տրամադրված է ամենայն մանրամասնությամբ։ Մեկ-մեկից քննադատում են փաստաբանները, ասում են դե արդեն պատրաստի մեղադրանքով ես գնում։ Չէ, հարգում եմ ազգային ժողովի ժամանակը, որովհետև ինձ հարցեր են տալիս, ես էլ այդ հարցերի պատասխանները պիտի ունենամ։ Եթե ես որևէ հարց մոռացա, խնդրում եմ ինձ այդ մասին ասել։ Իմ մոտ տպավորություն էր, որ չեմ մոռացել որևէ հարց։ Ինչպես։ Հա, պաշտոնատար անձին ինչու չենք հարցաքննել, որովհետև մեզ առաջին հերթին անհրաժեշտ էր հարցաքննել Հովիկ Աղազարյանին կարգավիճակով, հետո նորեն անձին, որովհետև կախված նրանից, թե ինչ կասի Հովիկ Աղազարյանը, կարող է նաև կասկածանքի կամ մեղադրանքի շուրջ մենք ստիպված ենք հարցաքննել, չգիտեմ, ենթադրում եմ նաև երկրորդ պաշտոնատար անձին, արդյունքում էլ հաստատ ցուցմունքները չեն բռնելու, ստիպված են կլնելու առերեսել։ Ինչու եմ առերեսում բառը անդադ պնդում, դա պարտադիր դատավարական գործողություն է, որը մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից իրականացնել։ Մենք բազմաթիվ ընդդեմ Հայաստանի վճիռներ ունենք, որտեղ ասվում է, որ դու չես ապահովել անձի իր դեմ ցուցմունք տված անձին հարցման ենթարկելու իրավունքը, եւ մենք ձգտում ենք դա ապահովել նաեւ նախաքննության փուլում, որպեսզի կարողանանք ամբողջությամբ նաեւ դատարանում լսել եւ չունենալ խնդիր, որ նախաքննությունում չեք լսել, եկել եք դատարանում եք լսել։ Դա կոչվում է անձի կոնֆրոնտացիայի իրավունք։ Որևէ հարց մոռացա, հարգելի падգամավորներ։ Չենք առերեսել։ Մենք, հա, մի վարքյան, այն երկու անձինք մեր մոտ ունեն մեղադրյալի կարգավիճակներ, այդ թվում կա